Pariguessor, boa tarde a você, minha amiga, meu amigo, Armênia Eterna TV, quarta-feira, 12h30, pelo canal 8 da Vivo e também pelo canal 9 da Claro. Seja sempre bem-vinda, bem-vindo você também aqui no Armênia Eterna TV. Tudo sobre a Armênia, a armenidade mundial também, aqui no canal 8 da Vivo e canal 9 da Claro. Pariguessor, boa tarde, Inessa, tudo bem? Pariguessor Հարգելի Սարգիս, Pariguessor Tudo bom? Հարգելի հեռուստադիտողներ, նորից մենք հանդիպեցինք Աստral TV-ով եւ նորից ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր նյութեր։ Que bacana, eu sou Sarkis Karamekian, Sarkatec Júnior, a Inessa Asrian Eu sou Inessa Asrian. e toda a nossa equipe aqui, quarta-feira, 12h30. Você vai conhecer um país que fica longe, mas um país milenar, uma cultura também milenar e também a tradição, a cultura e os hábitos, os costumes do povo armênio. Nós transmitimos aqui em São Paulo, Brasil, para você que está conosco. Shanor Hagalutyun, gratidão, obrigado, Shanor Hagalutyun, pela sua audiência. É muito importante para nós, pois estamos aqui trazendo um país novo, podemos dizer aqui, para o Brasil, nosso querido país, nosso amado país, Brasil. Então vamos começar aí já com uma cultura, já uma história também milenar, através de nossa correspondente internacional, Anahid Hakobian, que é a correspondente internacional da Rede Armênia Eterna, de TV e rádio. Você sabe que todo domingo, 18h30 às 20 horas, pela FM 95,7, que é a Rádio Vibe Mundial, você também tem um programa chamado Armênia Eterna, que é a Rede Armênia Eterna de TV e rádio, domingo, 18h30, pela Vibe Mundial, não? Ou pela frequência modulada, 95,7, também a continuação. Tudo sobre a rica cultura armênia. Então é isso aí, e nessa urema sobre descansim, Haidakir Maevas, Parcastudzo, mais uma programação, graças a Deus, e nessa. Parcastո եւս մեկ եթեր պետք է այսօր լինի աստծոօրհնությամբ եւ մեր գեղեցիկ նյութերը մեզ համար պատրաստում է Հայաստանից մեր թղթակցուհի Անահիտ Հակոբյանը։ Maravilha, vamos aí agora assistir ao vídeo de Alexander Myasnikian Ardzani. É a estátua, a história dessa estátua que está localizada na Armênia, e você tem aí contigo uma riqueza sobre a vida de Alexander, a história, não? E essa homenagem linda feita por ele na colocação da sua estátua. A Inesa vai falar rapidinho em armênio, vamos assistir ao vídeo. Այո, այսօրվա մեր տեսանյութը նվիրված է Ալեքսանդր Միասնիկյանի արձանին, նայենք եւ ավելի ճանաչենք մեր հայրենիքը եւ մեր հուշարձանները։ Vamos assistir ao vídeo. Ամեն մի բացվող արշալույսի եւ վերջալույսի հին ու նոր Երևանի բնակիչներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին դիմավորում եւ ճանապարհում է Ալեքսանդր Միասնիկյանը։ Նա կարծես Երևանի սիրտը լինի եւ ոչ միայն հուշարձան։ Միասնիկյանի արձանի շուրջ ձևավորված այգին այսօր դարձել է քաղաքի մշակութային եւ զբոսաշրջային կենտրոններից մեկը, միավորելով պատմությունը, արվեստը եւ ժամանակակից քաղաքային կյանքը։ Արձանը տեղադրվել է 1940 թվականին, ստեղծվել քանդակագործ Սերգեյ Մերկուրովի կողմից եւ այսօր էլ համարվում է մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներից մեկը։ Վերջին տարիներին այգին հին նովին բարեկարգվել է, վերանորոգվել են շատրվանները, տեղադրվել լուսավորության նոր համակարգեր, ստեղծվել հանգստի եւ զբոսանքի գոտիներ։ Ամառային երեկոներին այստեղ բազմամարդ է, հավաքվում են նաեւ հյուրեր, վայելելու ջրի, լույսի եւ երաժշտության համադրությունը։
Այսօր այս այգին գրավում է ոչ միայն երևանցիների, այլև բոլոր զբոսաշրջիկների ուշադրությունը իրենց ջրային խաղով, երաժշտությամբ եւ գունավոր լուսավորությամբ։ Վերանորոգված շատրվանները գործում են ժամանակակից համակարգով, ապահովելով ջրի եւ լույսի միահյուսված գեղեցիկ տեսարանները։ Երեկոյան ժամերին այգին վերածվում է կենդանի հեքիաթի, որտեղ ջրի շիթերը շարժվում են երաժշտության տակ, ստեղծելով յուրօրինակ գոտի եւ ջեմուղիներ։ Գտնվելով քաղաքապետարանին կից, շատրվաններով այգին դարձել է Երևանի քաղաքային կյանքի անբաժանելի մասնիկը, մի վայր, որտեղ հանդիպում են հանգիստը, բնության գեղեցկությունը եւ ժամանակակից ձևավորումը։ Շատրվանների ջրախաղը հիշեցնում է կյանքի հոսքը, մշտական, փոփոխվող, բայց երբեք չմարող, իսկ արձանի լուռ ներկայությունը մեր պատմության ուժը, որ ապրում է սերունդների մեջ։ Հոգու հանգրվան, որտեղ բնությունը, մշակույթը եւ հիշողությունը միաձուլվում են։ Անահիտ Հակոբյան, Բրազիլիայի Armenia Eterna հեռուստաժամի թղթակցուհի։ Que belo trabalho da nossa correspondente internacional, Anahit Hacoubian, da rede Armenia Eterna de TV e rádio em São Paulo, Brasil. Ela que é a nossa correspondente lá na Armênia. Que belo vinho, hein? Belo vídeo, não, Inessa? Sim, Sarkis. Muito lindo, muito riqueza, né? Riqueza, muito histórica, tudo muito. Tudo muito bonito mesmo. Sim. A Armênia tem uma história milenar, de fato. Não, nós vamos trazer ainda instrumentos musicais, hein? Não trouxemos neste programa hoje, quarta-feira, né? Mas nós vamos aí trazer ainda vários instrumentos, vamos explicar de várias culturas armênias que são milenares. E a história é rica, não? É uma história rica da Armênia. Sim, muito. Realmente. Muito antiga. Antiga, né? Sim. Շատ հին պատմություն ունի Հայաստանը եւ հարուստ պատմություն ունի, քանի որ հազարավոր տարերով եկած երկիր է Հայաստանը։ É um país também milenar também. Aliás, segundo a Bíblia, Gênesis 8, versículo 4, a Arca de Noé, segundo a Bíblia, Gênesis 8, versículo 4, ela parou no Monte Ararat, Armênia, isso há mais de 6.000 anos atrás. E ali Noé, que era agrônomo, fez o primeiro plantio de uvas em terras armênias. Então, a vinícola mais antiga do mundo, o primeiro plantio de uvas do planeta, foi em solo armênio por Noé, onde parou a arca, segundo Gênesis 8, versículo 4, no Monte Ararat, Armênia. Você vai falar, mas o Monte Ararat hoje está na Turquia. Sim, hoje, lamentavelmente, ela está na Turquia porque foi usurpada, roubada dos armênios e, lamentavelmente, ela está na Turquia. Porém, é um Monte Armênio que pertence à nação armênia há mais de 7.500 anos, não 7.500 dias ou meses. Չեմինե սամեր Արարատները որ մեզի գբատկանի։ Այո, անշուշտ Արարատը պատկանում է հային, ինչպես որ այն տարածքները Թուրքիայի, որը հիմա իրենք են իշխում, Վանը, Արտաղանը եւ Մոդել կողցան։ Այո։ Հիմա էլ Արցախին են տիրացել, բայց հայինը մնում է հայինը, հայի շունչը այնտեղ է։ Vamos curtir um belo de um vídeo armênio, uma linda música. Qual que é o Project, é isso, né? O nome da banda, In Yerevan. Minha Yerevan, minha, dela, dele, sua, seu. Vamos curtir esse belo vídeo. Hoyaga pera gesto dessa rolovaga vai lente nessa. Vai lente essa rolovaga aí. Vamos lá, vamos curtir. Դու ես
մայր քաղաք դարձար Պատմության դաժան հողմի մեջ շատ ծավեր տեսար բայց շողած կյանքիդ մի նոր էջ այս փառքին հասար Դու մեզ համար նորաշունչանի ուղան հույս և հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Դու ունես ներկա քաղաքին լուսավոր ներկա Մեր հայոց պայծառ մտքիցով և փառքի վկա Վեհապանց ես և գեղեցիկ հրաշքներով լի Որ մասիս անգամ ասես քո շենքերից լինի Դու մեզ համար նորաշունչանի ուղան հույս և հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Hey ջան Երևան մեր մայրոր օրան Hey ջան դու իմ Երևան Երևանում տոն է թող բոլորը գան Օդ հրաշալի է ջունան մահական Նամի Բուրաստան է վեհություն աթափ Մեր մասիսների սուրբ հայացքի տակ Hey ջան Երևան մեր մայրոր օրան Que alegria, não? Essa banda aí fantástica. Inchurachutiun. Que alegria eles transmitiram. Մեր շատ սիրելի երգիչների խումբն է այսօր այդ երաժշտության մեջ, այդ կլիպի մեջ եւ շատ գեղեցիկ երգեր։ Que bacana, não? E eles cantam com entusiasmo, com alegria, com entusiasmo, sempre transmitindo isso para nós, não? Quando você assiste um clipe dessas lindas músicas armênias, traz uma alegria dentro do coração da gente, traz ânimo, né? Yerat Gapere, ânimo. Չեմ Եվորախությունին էսա հրամեցեք։ Շատ գեղեցիկ երգ է Սարգիս եւ այս երգը տարիներով տարբեր երգիչներ են երգել եւ ամեն անգամ տարբեր երգիչներ երգելով մենք որ լսում ենք յուրովին ենք լսում կարծես նոր ինչ որ բան լսենք Vários cantores que você assiste e curte aí os seus vídeos, sempre é novidade e transmite de fato uma alegria. Aliás, a música ela traz uma alegria, não? A música ela toca no coração. Há músicas alegres, há músicas sentimentais, não? A música é uma cultura também. Bem, Inesa, nós temos agora uma matéria, um assunto muito importante, né? Garevor Lurmunin, Gasterra, de Savolovaga. Nós vamos passar uma matéria aí através da nossa correspondente internacional Anahit Hakubian, trabalha para a Rede Armênia Eterna de TV e Rádio, sobre o Mkhitar Arzoumanian. Quem foi Mkhitar Arzoumanian? O verreire Mkhitar Arzoumanian. E nessa հրամեցեք եւ դեսախոլովագը դիտենք։ Այո, մեր թղթակցուի Անահիտ Հակոբյանը պատրաստել է տեսանյութ հայ ազգի հերոս Արցախցի Մխիթար Արզումանյանի մասին, ով 2023 թվականին պատերազմի ժամանակ զոհվեց։ Ele deu a vida em 2023 aí pelas terras armênias. Nós vamos assistir ao vídeo. Vamos assistir ao vídeo do nosso Mkhitar Arzoumanian. Por favor, produção. Պատերազմի գինը ոչ միայն ցավն է, այլ նաև հիշատակն ու գիտակցումը, որ խաղաղությունը
արժեք ունի, եւ այն պահելու համար պատասխանատվությունը ընկնում է ողջ սերունդների վրա։ Բռնի տեղահանվել ենք Արցախից, քաղաք Ստեփանակերտից 23 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հույս փայփայելով, որ կգանք որդուս անճանաչելի մարմինը հիվանդանոցներում գտնելու, քանի որ որդիս եղել է բենզինի պահեստում։ Արցախի սպայական ընտանիքը մեր ժողովրդի ամուր հենասյուներից է, ուր փայփայվում են խիզախությունը, պարտքի զգացումը եւ հայրենիքի հանդեպ նվիրվածությունը։ Ամուսինս պաշտպանության բանակում ա եղել, ինքը որպես Աֆղանստանի վետերան, անցել է բոլոր պատերազմների միջով, միջև վերջի օրն էլ եղել է պաշտպանության բանակում, քարոզիա պատերազմը եղել է, ասենց ասեմ, ապրիլի 2-ին, սկսվել է տղաս մայիսի 5-ին պիտի դառնար 18 տարեկան։ Ինքը առանց ոչ մեկին ասելու գնաց ներկայացավ զինկոմիսարիատ, բացատրեց, որ մի ամիսը ոչ մի բան է, իրան էլ ներգրավեն այդ բանակի, այդ պատերազմական գործողություններին։ Կամավորական Հա, ինքը կամավորական ներկայացել է։ Տեղափոխվեց ներքին հորաթաղի զինվորական այդ զորամաս, արդեն որպես սպա։ Ինքը մասնակցել է այդ 44 օրվա պատերազմին։ Այս ընտանիքներում մեծանում են որդիներ եւ դուստրեր, ովքեր վաղ տարիքից սովորում են հավատալ Հայաստանի եւ Արցախի ապագային, իմանալ հողի արժեքը, խաղաղության գինը եւ զինվորի պատվի ծանրությունը։ 20 թվականից հետո փոխվեցին պատկերացումները հայրենիք ունենալու, հայրենիք պահելու եւ առհասարակ ինչ հեռանկարներ ունեիք։ Դե արդեն մենք ամեն ինչը գիտենք, հետո որ մեր երեխաները անկախ նրանից որ երեխա թորը արդեն գիտես որ քո հայրենիքումն է, արդեն հայրենիքի մասին պատկերացումը ուրիշ ձև է։ Արցախյան սպայական ընտանիքներն ապրում են համեստ, բայց արժանապատիվ կյանքով, հպարտ լինելով, որ իրենց տանը հնչած ամեն մի աղոթք գրված է մեկ բառով՝ հայրենիք։ Որպես Արցախյան բոլոր պատերազմներում ընդգրկված հայեցի ընտանիք եւ որպես հերոսի մայր բոլոր պատերազմների մասնակից, հիմա ինչով եք փոփվում ձեր երկրորդ հայրենիքում Հայաստանում։ Ինչն է ձեզ փոփանքի աղբյուրը։ Չեմ կարող ասել։ Դժվար հարց է։ Հիմա մենակ փոփվում եմ երեխաներովս, հորներովս։ Իսկ երբևէ պատկերացրել եք, որ բլոկադային կհաջորդի պատերազմը։ Ոչ։ Մխիթարը մոր միակ մխիթարանքն էր, քույրերի հենասյունն ու ազատության ոգին։ Մխիթարի հոգին մնաց Արցախում, իսկ մասունքները կրկնակի խառնվեցին Մայր Հայաստանի սրբասուրբ հողին։ Ինքը կարողացել է թուրքի քթի տակով անցկացնի մի հատ Ուրալ 25 տարեկան էր, Ուրալ քշեց 18 պայմանագրայինի կյանք փրկեց, եկավ հասավ ամսի 24-ին ուշ արդեն Ստեփանակերտ։ Քիչ էր արդեն բենզինը էին տալիս Հայկազովում, վառելիքի պահեստում պաշտպանության բանակի, ինքն էլ գնաց այդ բենզինի տեղը ու Երեք տարի է անցել Չարաբաստիկ պատերազմից, այդ հետադարձ հայացք ձգելով ինչ եք կարծում, ինչի էր այդ ճանապարհը այդքան քարքարոտ։ Շատ դժվար ճանապարհ էր, շատ։ Այդքան ծանր բլոկադայից հետո ես նույնիսկ չեմ էլ կարելի ասած, ես չեմ էլ հիշում, ոնց է մեր ճանապարհը անցել, ամբողջ այդ ճանապարհը ինձ համար, չգիտեմ, դժոխք է եղել։ Նրանց պատմությունները լուռ հերոսական էջեր են, հայրեր, որոնք կռվել են առաջնագծում, մայրեր, որոնք աղոթել են առաջնագծի լույսի տակ, որդիներ, որոնք մեծացել են զինվորի ոգով։ Ինչքանով լավատես լինել, որ հետդարձի ճանապարհը մոտ է։ Ընդհանրապես հույս պահենք, մեկս մեկից սատար կաղնենք, հաջողվի, մենք հետ դառնանք Արցախ, առաջիններից առաջինը ես կգնամ, որովհետև իմ տղայի
վերջին շունչը Արցախում է։ Համոզված ենք մի օր այս հարցազրույցի շարունակությունը մենք կիրականացնենք հենց Արցախում։ Երանի նորից մենք հանդիպենք, նորից հարցազրույց ունենանք, բայց արդեն մեր Արցախում։ Լիահույս լինենք, շնորհակալ եմ։ Թող փխրուն խաղաղությունը դառնա հարատև նրանց տներում, եւ թող սերունդները շարունակեն այդ անգին ժառանգությունը հայրենասիրությամբ, հավատքով եւ հավերժ հիշատակով։ Անահիտ Հակոբյան, Բրազիլիայի Armenia Eterna հեռուստաժամի թղթակցուհի։ Սերոսենա իրազգիած նիվկարվում ամենամեցույցներա սիրահոժար մահնաչերին է գնում արյուծի պես է կարվում սիրահոժար մահնաչերին է գնում արյուծի պես է կարվում չի երազում ոչանուն ոչովոսի ոչկած հայրենիքն է իր հոգում սարպազանացած գարիմներ է մաղումնա ոցերում մամշեջ սախրանքները չի պատմում մահում է իր մեջ գարիմներ է մաղումնա ոցերում մամշեջ սախրանքները չի պատմում մահում է իր մեջ լայ լա լա լայ լա լա լայ լա լա լայ 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 լա լա լայ լա լա լայ լա լա լայ լա 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 լայ լա 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 լայ լա լա լայ լա լա լայ Դատ հարճունի Բիրդևասող նանորեմ Տեսարենում չլիտնի Գերի է կարծում իրեմ Նազենքի հետ բսակվելու է գնում Սիրահարված է կարնում Նազենքի հետ բսակվելու է գնում Սիրահարված է կարնում Երազում ոչանուն ոչովոսի ոչկած հայրենիքն է իր հոգում սարպազանացած գարիմներ է մաղում լա ոցերում ամշեջ սախրանքները չի պատմում մահում է իր մեջ գարիմներ է մաղում լա ոցերում մամշեջ սախրանքները չի պատմում մահում է իր մեջ լայ լա լա լայ լա լա լայ լա լա լայ լայ լա 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 լայ լա լա լայ լա լա լայ լա 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 լայ լա լա լայ լա լա լայ լա լա լայ Արի հոգի հայրենաց կամ երացկոտ պատանի Աստված կանչեմ թող նրա մուրացները կատարվի Մի փամփուշտ կա իր անունով է գանում Նրա հույսով է գարվում Մի փամփուշտ կա իր անունով է գարում Նրա հույսով է գարվում Չի երազում ոչաթոր ոչ ոսկի ոչ կաց Հայրենիքն է իր հոգում
ամշեջ սախրանքները չի պատմում պահում է իր մեջ հեռիվները մաղում նա ոցերում ամշեջ սախրանքները չի պատմում պահում է իր մեջ la 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 Que bela programação! Chegamos ao final, hein, Inesa? Varskat Kadar, շնորհակալություն a você, Inesa. Շնորհակալություն նաև քեզ, Obrigada, Serkis. Legal. Agora até o próximo domingo, FM 95,7 às 18h30, hein? Até o próximo domingo e quarta-feira que vem aqui, canal 8 da Vivo, canal 9 da Claro, 12 horas e 30 minutos. Շնորհակալություն mais uma vez, Inesa. Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն Սարգիս նաև քեզ, շնորհակալություն բոլորին, միջ հաջորդ չորեքշաբթի լավ եղեք։ Hayutun, Hayutun, Misht Misht Hayutun. Tchau, 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 tchau.